Ինչի մասին է այս տոնը եւ ինչ կա շնորհավորելու այս հարցադրմամբ Հայաստանի ղեկավարը քաղաքացու օրվա առիթով հղած ուղերձում հայտարարել է, որ ժողովուրդն է իշխանության տերը մեր երկրում եւ պնդել, որ արդեն 7 տարի սա անառարկելի իրողություն է։ Հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո քաղաքացին է պետության տերը։ Այս առանցքային փոփոխությունն է, որ մեզանում պետք է դառնա ոչ միայն գիտակցություն, սոցիալ հոգեբանություն, ավանդույթ, այլև ամենօրյա գործելակերպ։ Արդյոք քաղաքացին իրապես իրեն իշխանության տեր է զգում, վերացել է կոռուպցիան եւ արդյոք նա լիարժեք կամ արտահայտվելու իրավունք ունի, ինչպես վարչապետն է վստահեցնում։ Տավուշի մարզի Դիլիջանում կանաչ ու բարձրադիր զբոսաշրջային այս քաղաքում, որը մոտ է Ադրբեջանի եւ Վրաստանի սահմաններին, կարծիքները շեշտակի տարբեր են։ Մեկը հավատում է երկրի ղեկավարին, մյուսն անվստահություն ունի իշխանությունների նկատմամբ։ Քաղաքացուն ով է հաշվի տեղ տնում, սուտ է խոսում։ Ես սուտի ասում են քաղաքացին, ինչ քաղաքացին։ Նրա վերջի շունչն է, դենը պահի, դեն։ Դեպի լավն էլ է փոխվել, դեպի վատն էլ է փոխվել։ Ինչն է լավ, ինչն է վատ։ Ինչ ակնկալիք եք ունեցել ու հիմա Ազելապերեք այդ հարցը ինչ պատասխանում եք։ Դե գնաց նման հարցերը Փաշինյանին դու ինձ տալի, Փաշինյանի 4 կողմին դու ինձ ես տալի, լրիվ հասցեով չես դիմում։ Քաղաքի շարժը, մարժը, սա տեսնում ենք էլ ինչա փոխում է, փոխվել է էլի ագիվա։ Փաշինյանը լավ տղա է։ Քաղաքացիներից մեկը, որ Ռուսաստանում է աշխատանք գտել, ասում է. Հայաստանում ոչ փոփոխություն է զգում, ոչ էլ լավ փոփոխությունների հույս ունի։ Ոչ, ես ոչ մի բան չեմ զգում, հույսեր չունեմ ոչ մի լավ բանի վրա, բայց չեմ էլ ուզում Աստված իրանց թող դատի, ով որ սխալ է։ Չեմ ուզում ես էլի դատավոր եղնեմ այս կյանքի մեջ։ Այս վերջին 5 տարվա ընթացքում ձեր ծանոթներից եղել են, որ արտագաղթել են։ Ես էլ եմ գնում գալին, ինչ որ ես անդած տեղ եմ։ Ես էլ եմ գնում աշխատում մի երկու կոպեկ ուղակի տուն ունեմ, տեղ ունեմ, բարեկամություն ունեմ, չես կարող ամեն ինչը ջնջես, ինչ որ մի երկու ղեկավարի խաթր։ Մինչդեռ նրան հակադարձում են համաքաղաքացիներից Արայիկ Խեմչյանն ու նրա հարևանները, ցույց տալով քաղաքի Գետափնյա փողոցի վերանորոգման աշխատանքները։ Տասնամյակներ շարունակ այսպիսի փոփոխություններ չէինք տեսել, ասում են, քննադատությունն ուղղելով նախկին իշխանություններին։ Հա թալանում էր մեզ էլի, թալանում էին։ Իսկ մի մարդիկ աշխատում են, հեսա յասկի տարած է սարքում են, ցավոց տանը, լեշեն հինայի, 50 տարի չի եղել ռեմոնտ, մի բան էլ չի եղել, 50 տարի այս մանկապարտեզ կա, ինչքան կուլտուրայի տներ կա, թանգարանի կա, սա ռեմոնտ, երեք շարաց բան է հանձնեցին, երեք շագործ հանձնեցին։ Բայց 40 տարի, 30 տարի ղեկավարել են, այդ խի չեն սարքել, մի 7 տարվա մեջ ուզում եք բան լինի, բայց ինչի չեն սարքել։ Իրոք, եթե 7 տարի խանգարեին, ահագին բան ավելի սարքած կլներ։ Անդադ խանգարել են, անընդհատ։ Պետը զրեն ականտակին դեմ են անում, չեն թվում որ աշխատեն։ Հետո COVID-ն եղավ 2 տարի, այս պատերազմը այսքան քիչ բան են արել։ Փաշինյանի խոսքերով քաղաքացու օրը բարեկեցության մասին է եւ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանի տնտեսությունն աճել է ավելի քան 43%-ով, իսկ պետական բյուջեն լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար եկամուտ է ստացել։ Այս թվերի մասին Դիլիջանում ոմանք կամ չեն լսել, կամ չեն հավատում դրանց։ Այս բարձացումը գների խանութում ժամը ամեն ինչը բարձանում։ Ով է հետևում, ով է նայում։ Լավի ցուցիչը որն է, այսինքն ինչ պիտի լինի, որ արդեն պատկերացնենք, որ լավ է։ Այսինքն ինչ աշխատանքային տեղեր բացվի, մի քիչ ավել, ձեր ասած կոռուպցիան վերացվի։ Վարչապետն իր ուղերձում հատուկ շեշտել է կոռուպցիայի դեմ պայքարը, քաղաքացու օրը կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության մասին է եւ 2018 թվականի հեղափոխությունից ի վեր Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտներ են ստեղծվել։ Նա պնդում է, որ համակարգային կոռուպցիան Հայաստանից արմատախիլ է արված։ Նենք չի որ կոռուպցիա չկա, 1000 անգամ էլ ավել կա։ Ասում համակարգային կոռուպցիան վերացված է։ Նիետ։ Տարբերություն կա, բայց կոռուպցիան դեռ չի վերացել, որտեղ չի վերանա։ Հիմա այսօր մարդիկ ասենք 50-60 տարի ասենք կամ 30 տարի աշխատել է օրգանները կամ ինչ-որ բժիշկ կա, ոչ աշխատել է, որ կողմնակի եկամուտ է եղել։ Հիմա այսօր գնում ես էլ հարց նայում, չի ասում դուր։ Բայց եթե չես տալիս, դեն ես ձգձգում, ջանջալակցում, այդտենց հարցեր կա էլի, դա էլ է կոռուպցիա էլի, դա էլ է կոռուպցիա։ Ում ձեր ինչ կոր մի բան փախցնի։
Դիլիջանցի 66-ամյա Էման, որ 44-օրյա պատերազմին կորցրել է երիտասարդ թոռնիկին, ասում է, ոչինչ այս կյանքում այլևս չի կարող գոհացնել իրեն կամ խաղաղության հույս տալ։ Քաղաքացու օրն ու տնտեսության 43% աճը չնչին թվեր են դարձել նրա մեծ կորստի առջև։ Ոչ ինքն չեմ մասնակցում, թող երեխանց պիրեն մստան։ Դիլիջանում այսօր քաղաքացիների մեծ մասը պարզապես հրաժարվում էր խոսել քաղաքական թեմաներով։ Չեմ խոսում քաղաքականությունից, ինձ հանգիստ թողեք։ Ես միայն իմ ընտանիքի տերն եմ։ Սրանք այն պատասխաններն են, որոնք հնչում են, երբ հարցը իշխանության կամ քաղաքական իրավիճակի մասին է։ Միշտ էլ ասել են դեմոկրատիա, բայց մի բան էլ չկա վրա։ Ցավոտնամից ոչ մի բան չեմ զգում։ Ես չեմ կարող ոչ մի բան ասել։ Մոսկվայից Տոմսեմ արե, ես Ռուսաստանում եմ։ Եկել եմ Նիկոլին դրել նորից քացել։ Մին տրողն է ես եմ, բայց գիտեմ չի որ այս է վերջ։ Վարչապետի այսօրվա ուղերձը եզրափակվում է այս խոսքերով. սա դժվար, բայց անխուսափելի ճանապարհ է, անկախության, ինքնիշխանության, պետական գիտակցության ու խաղաղության ճանապարհ, եւ այդ ճանապարհը մենք անցնելու ենք առանց ծափահարությունների ակնկալիքի։